Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի շուրջ քննարկումները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման եւ այլ ուղղություններով առաջարկվող լուծումներին։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը եւ այս ոլորտում բարեփոխումների հետեւողական իրականացումը։ Քննարկումների արդյունքներով կշարունակվեն աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ։ Հանրապետությունում հունվարի 1-ից սկսել է գործել առողջության ապահովագրությունը, որից բխող մի շարք փոփոխություններ են կատարվել սոցիալական փաթեթի ծրագրում։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժոռա Սարգսյանը նշեց, որ սոցփաթեթի ծրագիրը շարունակելու է գործել եւ շահառուները իրենց համար նախատեսված 72,000 դրամը կարող են օգտագործել, պարզապես որոշ փոփոխություններ են եղել։ Այստեղ մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե նախկինում սոցփաթեթի շահառուն այդ 72,000 դրամ գումարը ծախսելու համար պարտադիր պետք է բուժ զննում, կանխարգելիչ հետազոտություն անցներ եւ այդ թուղթը ներկայացներ բանկ, ապա հիմա դա պարտադիր չէ, ասաց Ժոռա Սարգսյանը։ Այդ գումարի կանխիկացման համար եւս պարտադիր չէ կանխարգելիչ բուժ զննում անցնել։ Այստեղ Ժոռա Սարգսյանն ընդգծեց, որ ոչ բոլորը կարող են կանխիկացնել գումարը։ Դրանից բացի կանխիկացման գումարի չափը տարբեր մարդկանց համար տարբեր կարող է լինել։ Այն քաղաքացիները, որոնք սոցփաթեթի շահառու են ու ստանում են 200,000 դրամից քիչ աշխատավարձ, ապա նրանք կշարունակեն առողջապահական ծառայություններից օգտվել այնպես, ինչպես նախկինում սոցփաթեթի շրջանակում արել են։ Սոցփաթեթի շահառուների թիվը շուրջ 130,000 է։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, գնահատելով այն դրական, գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ հաստատվել է երկրի վարկանիշը BB մակարդակում։ Գործակալության որոշումը ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վկայում է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը ձեռք են բերում ավելի մեծ կշիռ միջազգային շուկաներում։ Սա վստահության հայտ է մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին, գրել է Փաշինյանը։ Նրա խոսքով երկրի տնտեսական զարգացման ընթացքը թևակողում է վստահության նոր փուլ։